Վերջին զանգ հեռուստասերիալում հուզական դաշտը հասնում է նոր գագաթնակետի։ Տարաձայնությունները, անձնական ճգնաժամերը, մեղադրանքներն ու կույր հավատարմությունները միմյանց հերթ են տալիս, փոխելով ոչ միայն առանձին ճակատագրեր, այլ ամբողջ սերունդների պատմությունները։ Այգու խաղաղությունն ընդհատվում է պահով, որը դառնում է նոր շղթայի սկիզբ։ Ֆայնան պատահաբար տեսնում է իր մորը Աննային ու Սոսին միասին խոսելիս։ Այն, ինչ կարող էր պարզապես պատահական հանդիպում լինել, դառնում է խորը կասկածի սերմ։ Չնայած Աննայի սառն ու հեռավոր վերաբերմունքին, Ֆայնան համոզվում է, որ սա նախապես ծրագրված հանդիպում էր, ու նրա վստահության հիմնասյուները փլվում են։ Ֆայնան խառնված է, նա ընկալում է իր մորը ոչ թե որպես տառապած կնոջ, այլ որպես կեղծավորի, ով թաքուն է պահում զգացմունքները Սոսի հանդեպ։ Անձնական վերքերի ազդեցությամբ Ֆայնան սկսում է պաշտպանել ոչ թե մորը, այլ բոլորի կողմից մերժված Լիլիթին, ում մեջ չգիտես ինչու տեսնում է անկեղծություն։ Նրա աչքերում այժմ ամենաազնիվը հենց Լիլիթն է, ով տարիներ շարունակ խառնաշփոթ է ստեղծել բոլորի կյանքում։ Եվ Աննան հիմա ոչ միայն Միքոյի, այլև սեփական դստեր աչքերում է դառնում մեղադրյալ։ Ֆայնան իր դժգոհությունն ու տեսակետը տարածում է նաև Անետի հետ սրույցում, չգիտակցելով, թե որքան խորն է խոցում սեփական մորը։ Իսկ Սոսի ներսում բռնկվող հակասություններն էլ հանգիստ չեն տալիս ոչ նրան, ոչ Աննային։ Նա շարունակ փորձում է վերադառնալ անցյալ, հանդիպել, բացատրել, սայրանալ, բայց ամեն հպում Աննային խորացնում է վերքը։ Նա մեղադրում է Աննային իր կոտրված կյանքի համար և միևնույն ժամանակ չի կարողանում նրան չտեսնել։ Երբ Աննան մերժում է հերթական հանդիպման առաջարկը, հիշեցնելով Սոսին նրա ընտանիքի գոյության մասին, հենց այդ պահին ներս է մտնում Միքոն։ Այդ տեսարանը հերթական հարվածն է Աննայի ու Միքոյի միջև մաշվող վստահությանը։ Իսկ մյուս հատվածում լուռ, հուսահատ և իրեն կորցրած Անգելինան փակում է իր սրտի դռները բոլորի առաջ։ Նա ոչ ավագի զանգերին է պատասխանում, ոչ էլ Հենրիի։ Իդեպ Հենրին մտահոգ և խեղդված պատասխանատվության զգացումից գնում է ավագի տուն, որտեղ նրան սպասում է մերժում ու զայրույթ։ Ավագը համոզված էր, թե Հենրին է դրժել խոստումը ու բացահայտել ամեն ինչ Անգելինային։ Իսկ Անգելինան այս ամենից հեռու գնում է այնտեղ, որտեղ սկսվել են բոլոր խաբկանքները՝ Միքոյի արվեստանոց։ Սառը, վիրավորված ու ուժասպառ, նա թափում է իր ամբողջ ցավն ու զայրույթը։ Նրա խոսքերը ծակող են, անողոք և ուղիղ։ Նա իրենից դուրս է գալիս տեսնելով այն մարդուն, ով իրենից գողացել է ինքնությունը, և հիմա նույնիսկ չի ձևացնում, թե զղջում է։ Միքոն լուռ է։ Անգելինայի կատաղությունը նրա համար ոչինչ է։ Նա միայն սպասում է, թե երբ կավարտվի Անգելինայի ելույթը, բայց մթնոլորտը պայթում է այն պահին, երբ ներս է մտնում Ֆայնան։ Նա տեսնում է հուզված, հարձակողական Անգելինային, փորձում է հանգստացնել նրան, պաշտպանել հորը, բայց ստանում է հարված։ Անգելինան դեռ ցասման մեջ ասում է ճակատագրական խոսքեր, որ շախունց ազգանունը ոչ թե պատիվ է, այլ խարան։ Այդ խոսքերը մուրճի պես հարվածում են Ֆայնայի հոգուն։ Նա կանգնած է շոկի մեջ, լուռ ու չհասկանալով, թե ինչպես փրկի իրավիճակը։ Իսկ եթե Ֆայնան հիմա պաշտպանում է հորը Միքոյին, ապա ինչ կպատահի, երբ իմանա ճշմարտությունը, երբ հասկանա, որ հենց իր հայրն է 25 տարի առաջ սպանել Սոսին։ Կամ այն փաստը, որ Անգելինան ոչ թե Միքոյի աղջիկն է, այլ իր մոր Աննայի, և որ Միքոն իրականում Անգելինային գողացել է Աննայից։ Հենց այդ պահին կփլվեն Ֆայնայի բոլոր սյուները, որոնց վրա պահվել էր նրա ընկալումը կյանքի մասին, և սա դեռ ամենը չէ։ Վերջին զանգը պատրաստվում է բացել նոր անսպասելի շրջադարձեր։ Ճշմարտության բացահայտումը մոտ է, բայց արդյոք պատրաստ են բոլորը լսել այդ ճշմարտությունը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Միքոն դեռ երկար կհանդուրժի Անգելինայի խոսքերն ու ելույթը, թե վերջապես կլռեցնի նրան ու դուրս կանի նրան իր արվեստանոցից։ Գրեք մեկնաբանություն։